Բոլորս էլ գոնե մեկ անգամ հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, երբ ծախսել ենք մեր բոլոր եկամուտները, սակայն ամիսը դեռ չի վերջացել։ Եթե հաճախ եք բախվում այս խնդրին, ապա ժամանակն է մտածել բյուջե կազմելու և եկամուտներն ու ծախսերը հավասարակշռելու մասին։ Կան մի քանի պարզ քայլեր, որոնք կօգնեն ձեզ այս հարցում։ Առաջինը եկամուտների հաշվառումն է։ Ցուցակագրեք այն բոլոր աղբյուրները, որոնցից դուք եկամուտ եք ստանում, օրինակ աշխատավարձ կամ ներդրումներից եկամուտներ։ Հաջորդ քայլը ծախսերի տարանջատումն է։ Դրանք լինում են հաստատուն և փոփոխուն։ Հաստատուն են այն ծախսերը, որոնք դուք կատարում եք յուրաքանչյուր ամիս և դրանց մեծությունը չի փոխվում, օրինակ վարձակալության վճարը կամ վարկի մարումները։ Մինչդեռ փոփոխուն ծախսերի մեծությունը կարող է տատանվել, կախված ձեր նախասիրություններից և ցանկություններից, օրինակ սննդի կամ հագուստի գնումները։ Կարևոր է պլանավորել այնպես, որ ծախսերը չգերազանցեն եկամուտները և որոշակի հատված մնա խնայողություններ կատարելու համար։ Իսկ երբևէ լսել եք 50-30-20 կանոնի մասին։ Ըստ այս հայտնի կանոնի, եկամուտների 50%-ը անհրաժեշտ է ուղղել հիմնական ծախսերի իրականացմանը, օրինակ վարձակալության վճար, սնունդ, տրանսպորտային ծախսեր։ Եկամուտների 30%-ը կարող եք ուղղել ոչ պարտադիր, սակայն ցանկալի ծախսերի իրականացմանը, ասենք թատրոն կամ կինո այցելելը։ Մնացած 20%-ը անհրաժեշտ է ուղղել խնայողությունների կատարմանը։ Այս մի քանի պարզ քայլերի շնորհիվ կարող եք բարելավել ձեր ֆինանսական դրությունը և հիմք դնել բարեկեցիկ ապագայի համար։